երեք Միացյալ Նահանգների փոխնախագահի հայտարարությունների մեծ մասը արդեն իսկ տնտեսական էր, քան թե քաղաքական։ Սա նշանակում է, որ օգոստոսի 8-ի հայտարարությունը հաջողություն է արձանագրել։ Այս է խաղաղության երաշխիքը։ Երբ որ խաղաղությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կլինի ավելի շահավետ, ձեռնտու, քան հակառակը։ Հայաստանը մեր աչքի առաջ եւ մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն։ Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ։ Եվ ընդհանրապես ես ասել եմ, որ չի կարող լինել պետություն պետության մեջ։ Ինչ որ դուք ասում եք, դա պետության զավթման սցենար է։ Երբ որ պետությունը վերցնել եւ դնել մի կամ մի քանի մարդկանց գրպանում, եւ դա հենց օլիգարխիան է։ Հենց օլիգարխիան Հայաստանում երկար տարիներ եղել են պատգամավորներին, պաշտոնյաներին, ընդհանուր նախարարներին ծրարով ամեն ամիս գումար տալու ավանդույթ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը այսօր 22-ին առաջինով